այն ինչի մասին մենք լռում ենք, պարզվում է խոսում են խենթերը։ Միշտ խոսում ենք, որ երկատված է մեր հասարակությունը, բայց մեր գործողությունների մեջ չենք անում որևէ բան միմյանց հասկանալու համար։ Հեռուստատեսությունն էլ սրտի աշխատանքի պես է։ Միշտ լավ չի լինում։ Նույնիսկ BBC հեռուստաընկերությանը երբ ասում են ինչու եք դուք TikTok-ում edge բացել, ամոթ է, նա պատասխանում է մի շատ պարզ բան, այստեղ կա լսարան։ Կա լռելու ժամանակ եւ խոսելու ժամանակը, քարեր նետելու ժամանակը եւ քարեր հավաքելու ժամանակը, հա։ Ես չգիտեի ինչ անել YouTube-ում, որտեղ բոլորը խոսում է։ Ծովը պիտի մի հատ լավ ալեկոծվի, չէ՞, որ առավոտյան տեսնենք այդ ծովը ինչքան գեղեցիկ է։ Մեդիան մի գաղտնիք ունի, կարևոր չի ինչի մասին ես խոսում, կարևորը թե ինչպես ես խոսում։ Դա վտանգավոր չի։ Շատ ուրախացա, որ մեր զրույցի, մեր հանդիպման նախօրեին տեսա ձեզ պատարագի ժամանակ։ Ու իրապես ուրախալի է, երբ հաջողություններ վայելող, հա, երիտասարդը կարողանում է պրոֆեսիոնալը պատարագին ներկա լինել ու որոշակի խոնարհություն ունենալ այդ առումով։ Դա կարծում եմ իրոք այս ազգի հաղթանակներից մեկն է։ Դուք միշտ գնում եք պատարագների, պատարագը ձեր կյանքում միշտ կա։ Պահքի շրջանում պարտադիր մասնակցում եմ պատարագների, եթե չեմ մասնակցում, հաստատ ինչ որ մի խանգարող հանգամանք կա, որ չեմ մասնակցում, իսկ պահքից դուրս, այսպես ասեմ, ամիսը գոնե մեկ անգամ մասնակցում եմ։ Ինչ է ձեզ տալիս այդ պատարագին մասնակցությունը։ Սկզբում չէի հասկանում բառերը, սկզբում չէի հասկանում որևէ բան պատարագի ժամանակ, հետո երաժշտություններ ինձ դուր գալիս, հետո սկսեցի երկու բառ հասկանալ, հետո այնտեղ լավ տատիկներ կան առաջին շարքում նստող, վստահ եմ տեսած կլինեք այդ տատիկներն, իրենք սկսում են մեկ-երկու բառ մեզ ինչ-որ բան բացատրել, մեկ էլ ինչ-որ նոր բան ես սովորում, քո փոքրիկ իմացածը, որը գիտեիր, դնում ես այդ ամեն ինչի վրա, ու ինչպես ցանկացած բան, չէ, որ սկսում ես նոր սովորել, ինչքան դժվար ու մեծ ծովի պես է թվում, հետո քայլ առ քայլ մոտենում ես ու շատ ավելին իմանում, ինձ տալիս է պատարագը հանգստություն, ես դա համարում եմ ծիսական հրաշալի արարողություն, որի ժամանակ ես ինձ լավ եմ զգում, եկեղեցուց դուրս գալուց մի տեսակ ավելի թեթևացած ու երջանիկ եմ ինձ զգում։ Չեն լինում դեպքեր, երբ այդ գիտակցությունը, որ դու քրիստոնյա ես ու ունես ահռելի պատասխանատվություն հավիտենականության առաջ, մի փոքր տանի ոչ թե դեպի թեթևություն, այլ հակառակը, մի քիչ ավելի ծանրաբեռնի այդ պատասխանատվությունը ու այդ մեղքի գիտակցությունը, ապաշխարության ծանրությունը, ինքը միշտ չի, որ շատ քաղցր մեղցր բան է, ինքը երբեմն բավականին ծանր է։ Հասկանում եմ, բայց ես այն քիչ մարդկանցից եմ, որը տխուր ժամանակ ամաչում է գնալ եկեղեցի, մտածում եմ մարդիկ հակառակն են անում, ես ճիշտ հակառակը, տխուր ժամանակ ասում եմ, եթե հիմա պիտի գնաս ու օգնություն խնդրես այն ժամանակ, երբ որ քո մոտ ամեն ինչ վատ է, ամոթ քեզ ու ես դրանից եմ ընկնում դեպրեսիայի մեջ, ես գնում եմ եկեղեցի այն ժամանակ, երբ իմ կյանքում շատ լավ է, ես շատ երջանիկ եմ, հավասարակշռված եմ ու սիրում եմ մարդկանց, ովքեր եկեղեցում ժպտում են, ովքեր եկեղեցում բարևում են, ովքեր եկեղեցում սեր են տարածում, ու չեմ սիրում մարդկանց, ովքեր մինչև եկեղեցի մտնելը ժպտում են, կատակներ են անում, հենց մտնում են այդ դռնից ներս, մի տեսակ գերբնական լրջություն է։ Արհեստական այդ խորհրդավոր դեմքը։ Դա ինձ դուր չի գալիս։ Ինձ հակառակը դուր է գալիս, որ իրենք մտնեն եկեղեցի այդ թեթևության, որտեղ կարծում եմ, որ Աստված արդեն մեզ տեսնում է մեր մեղքերի մեջ, Աստված արդեն ինձ թվում է մեր ձեռը կրակն է ընկել մեր մեղքերի մեջ։ Ես փորձում եմ իմ թեթևությամբ գոնե վարակեմ մյուսներին այնտեղ եւ դուրս գալուց ինքս պիտի ունենամ այդ թեթևությունը, որ այս դառը իրականության մեջ մենք մի քիչ թեթև ապրենք։ Իսկ ինչպես եք հաղթահարում դժվար տխուր պահերը, եթե չեք գնում եկեղեցի, ինչ լուծում եք գտել ձեզ համար հաղթահարման։ Մանավանդ վերջին շրջանում հաշվի առնելով, թե ինչ վիճակում ենք մենք ապրում, երևի թե այդ անանձնական նաև դժվարություններն ու մարտահրավերները շատ են։ Ես քնում եմ։ Հանճարեղ։ Քնում եմ, որ չզգամ, քնում եմ, որ արթնանամ ու միշտ մտածում եմ, որ եթե այս պահին վատ է, հաստատ 3 րոպե հետո նույն վատը չի լինելու։ Միշտ մտածում եմ, որ կյանքը դա ֆիզիկական շարժում է ու անընդհատ փոփոխական, քնում եմ արթնանամ ու ես արթնանալիս արդեն մի տեսակ ուրիշ էներգիայով եմ արթնանում, բնականաբար ավելի հանգստացած, չէ, մտքերը շաղախված ու հավատացեք, այդ դեպքում մենք ավելի մրցունակ ենք դառնում վատի եւ դեպրեսիայի դիմաց։ Իմ լուծումը քնելն է։
Ձեզ էկրաններին տեսել ենք շատ փոքր հասակից ու թեև շատ երիտասարդ եք, բայց ընդհանրապես շատ տարիքով մարդկանց են, չէ՞, ասում մի ամբողջ սերունդ է մեծացել ձեր տեսանյութերի վրա, բայց իրոք կարող ենք ասել, որ արդեն կա որոշակի մեծացած սերունդ, որը փոքրուց դիտել է ձեր տարբեր հաղորդումները ու նաև տեսել է էկրանից, թե դուք ինչպես եք մեծանում, դուք ինչպես եք հասունանում։ Այս ամբողջ ընթացքում ո՞րն է ձեր մեդիագործունեության պահը, որ ամենաշատն եք սիրել, որ ամենամեծ սիրով եք հիշում ու արդյոք մանկական նկարահանումները ինչ որ հատուկ քաղցրությամբ եք առանձնացնում։ Դա գիտեք, շատ սովորական տարիքի պես է։ Ես երբեք չեմ փորձել իմ տարիքից մեծ երևալ, միշտ մասնակցել եմ այն հաղորդումներին, որին ես համապատասխան եմ եղել, բախտի բերումով հայտնվելով այդտեղ։ Օրինակ, մենք տարիները լավագույն մեր պատանեկան տարիներն էր, որ անսահման ճանապարհորդում էինք, չարաճճություններ էինք անում, մարդկանց վրա դուռ էինք փակում, ոնց ասեմ, ինչքան խենթություն կա, անում էինք ու մեր մեջից երևի այդ պատանեկան խենթությունը դուրս էր գալիս։ Հետո մի փոքր մեծացանք, արդեն հայտնվեցինք հատուկ ռեպորտաժ բանաձև, որտեղ կյանքը մեզ ստիպեց բացի մեր չարաճճություններից նայել ինչ է կատարվում մեր շուրջը։ Սոցիալական թեմաներ սկսեցինք լուսաբանել, հետաքննություններ սկսեցինք արել։ Շատ ջերմ հիշողություններ ունեմ Արմյուզի տարիներին, երբ նորից երիտասարդներով հավաքվել հաղորդումներ էինք պատրաստում, բայց հեռուստատեսություններ սրտի աշխատանքի պես է։ Միշտ լավ չի լինում, միշտ վատ չի լինում, միշտ առաջին պլանում չես լինում, միշտ երկրորդ պլանում չես լինում, դա շատ փոփոխվում է ու դու պիտի իր հետ զարգանաս, աճես ու վայելես ամեն մի վայրկյանը։ Հեռուստատեսությունից հիմա փաստացի նաև թեև չեք կտրվում, բայց զուգահեռ սկսում եք YouTube-յան ծրագիր ու սա ձեր գործունեության մեջ երևի թե նոր մարտահրավեր է ու բավականին լուրջ որոշում։ Դուք միշտ ասոցացվել եք հեռուստատեսության հետ, ամբողջ կյանքում ձգտել եք դեպի հեռուստատեսություն եւ ստեղծել եք այնտեղ որոշակի կերպար։ Հիմա դեպի YouTube գնալը ձեզ քայլ առաջ է թե քայլ հետ։ Ժամանակի պահանջն է։ Ես դա չեմ համարում ոչ նահանջ, ոչ հետդարձ, որևէ բան չեմ համարում, ես դա համարում եմ ժամանակի պահանջ, որտեղ այդտեղ կա աուդիտորիա։ Նույնիսկ BBC հեռուստաընկերությանը երբ հասնում են, ինչու եք դուք TikTok-ում էջ բացել, ամոթ է, դուք ամենավարկանիշ ունեցող հեռուստատեսություն եք, նա պատասխանում է մի շատ պարզ բան, այստեղ կա լսարան։ Մեդիա մարդը եւ ցանկացած բիզնես Եթե համարենք այդպես, ինքը պետք է լինի ժամանակին համընթաց եւ քայլի ժամանակի հետ։ Դա է բանաձևը։ Եթե այսօր YouTube-ում կա աուդիտորիա եւ հեռուստատեսության հետ դա 50-50 է լինում կամ 30-40, որովհետեւ մեկս չգիտենք այդ թիվը, երևի ժամանակն է ես էլ այնտեղ լինեմ ու արդեն մի քիչ ավելի պատասխանատվությամբ, որովհետեւ ուրիշ բան է, երբ դու զրոյից ես սկսում YouTube-ում, կարող ես սխալվել, այս պարագայում ես պիտի անեմ մի բան, որը որ կանցնի մի քանի խմբագրական տեքստերի ուղումներ ու ես դրանից չեմ նեղվում, թող այո իմ YouTube-յան հաղորդումները մի քիչ անհետաքրքիր, բայց լինեն խմբագրված, կոկիկ ու այն լսարանը, որը նայում է, հարգենք այդ լսարանին։ Թվում է թե նաև մի քիչ ուշ դուք մտաք YouTube, այսինքն որոշակի երևի ներքին պայքար կար YouTube մտնելու համացանցում ավելի ակտիվ լինելու եւ ինչու հենց հիմա կայացրիք YouTube գնալու որոշումը, նաև տարբերությունը հեռուստատեսության եւ YouTube-ի ձեզ համար որն է ավելի նախընտրելի ու որն է ավելի հեշտ տրվում, չէ՞ որ YouTube-ը տալիս է նաև ահռելի ազատություն, բայց այդ ազատության հետ մեկտեղ սարսափելի է պատասխանատվությունը, ինչի մասին ասացիք։ Իսկ TV-ում, որտեղ ամեն ինչ առանց այն էլ խմբագրված է, աշխատում են խմբագիրները, պրոդյուսերը, ձեզ մնում է ընդամենը պատրաստել տեքստը, խմբագրումից հետո դա գրագետ ներկայացնել, բավականին թվում է թե հեշտանում է ու այդ ազատության հետ նաև պատասխանատվություն է քիչ։ Ես ուղղակի չգիտեի ինչ անել YouTube-ում։ Ամոթ չի ասել, որովհետև հեռուստատեսությունը առասարակ մեդիան դա ֆորմատներ են։ Շատ կարևոր է, որ ինքդ հայտնվես ճիշտ ֆորմատում։ Ես չգիտեի ինչ անել YouTube-ում, որտեղ բոլորը խոսում են։ Նույնիսկ իմ YouTube-յան էջում գրել եմ, որ բոլորը խոսացող գլուխներ են։ Ու շատ կարևոր է, որ դու ներքուստ հասկանաս ինչ ես ուզում տալ հենց այդ լսարանին, այդ մեծ աշխարհում, կարծես բաբելոնյան խառնաշփոթը լինի, որ տարբեր լեզուներով, տարբեր ձևաչափերով, տարբեր ինտոնացիաներով բոլորը բղավում են ու գոռում։ Ինչ անել այդ մեծ դաշտավայրում, որ դու առանձնանաս եւ չլինես իրենցից մեկը երկար փնտրտուքներից հետո մի քանի ձախողված փորձերից հետո ձախողված այն իմաստով որ ես նկարել եմ չեմ հավանել եւ դրանք համարել եմ ոչ թե ձախողված այլ համարել եմ որ լավը չի
Իսկ այս անգամ այն թիմի հետ, Բանաձևի հետ, որ անում եմ, կարծես թե մենք բոլորով գաղափարներով մոտ ենք այն իրականությանը, որը որ ստացվել է, ինչպես ասում են, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում։ Նաև Սողոմոնը շատ գեղեցիկ է ասում ժողովուրդ գրքում ունենք այդ ժամանակի մասին, կա լռելու ժամանակ եւ խոսելու ժամանակը, քարեր նետելու ժամանակը եւ քարեր հավաքելու ժամանակը, հա։ Ընդհանրապես ժամանակը շատ կարեւոր է, ինչպես երիտասարդին զգալ այդ ժամանակի շունչը, ինչպես չկտրվել ժամանակից։ Շփվել երիտասարդների հետ, ուշադրություն դարձնել նրանց, երբեք չհամարել, որ դու ավելին գիտես, քան նրանք, որովհետև սերնդափոխությունը հենց դա է, որ մեծ ունենում է կյանքի փորձ, իմաստնություն, երիտասարդությունը ավյուն ու ֆանտաստիկ նոր մտածողություն։ Միայն այդ երկուսի արդյունքում է հաջողությունը։ Միայն երիտասարդությունն ու խենթությունը քիչ է հաջողության համար, միայն իմաստնությունը քիչ է։ Այդ երկուսի մատորները, երբ գումարում են իրար, նոր ստացվում է մի հզոր ինչ-որ մի բան։ Օրինակ հենց իմ առաջին հաղորդումը նոր մեդիա դեմքերի մասին է, որոնց կարող ենք չսիրել, որոնց շատ քննադատում ենք։ Ինձ ասում են ինչու ես գնացել իրենց նկարել, նրանք շատ վատ բաներ են անում, բայց ի վերջո մեր նպատակն է հասկանալ մեր հասարակությունում ինչու են նրանք գնում այդ վատ բաները անում։ Ովքեր են նրանք։ Ինչ անցյալ ունեն, ինչ դժվարություններ են տեսել, ինչ ընտանիքում են մեծացել, հա, որ այդպես են խոսում, որ հայհոյախառն արտահայտություններով են խոսում, որ շատ արագ դիմացինին ոչնչացնում են առանց ախ ասելու։ Պետք է հասկանանք ովքեր են մեր կողքին ապրում, ու ոչ թե իրանց քննադատենք, ոչ թե դառնանք նրանց դատավորը, այլ ուղղակի պատմենք նրա մասին, փորձենք հասկանալ։ Միայն այդ դեպքում մենք կհաջողենք մեր հասարակության մեջ։ Միշտ խոսում ենք, որ երկատված է մեր հասարակությունը, բաժանված ենք, չենք ներում իրարից, բայց մեր գործողությունների մեջ չենք անում որևէ բան միմյանց հասկանալու համար։ Հեշտ է այսօրվա այդ երեխաներին մեղադրել, ասել, այ տես դու քո այդ տատուիրովկաներով, քո այդ պիրսինգներով ես ինչ ես անում։ Պետք է հասկանալ ինչից է գալիս դա, ինչն է խնդիրը, պատմել դրա մասին, որ մյուսը չկրկնի այդ սխալը։ Եվ խորքում հիմնական շատ մեծ կոմպլեքսներ ու շատ ծանր խնդիրներ են, որոնք կուտակվել են ու դա դարձել է որոշակի արտահայտչամիջոց։ Դուք շատ ճիշտ եք, որովհետև այդ հերոսներին, որոնց մենք ճանաչում ենք երբեմն լկտիախառ արտահայտություններով, երբ նայում ենք մեկ-մեկ կարող ենք շատ բարկանալ նրանց վրա, պարզվում է նրանք շատ տրավմատիկ մանկություն են ունեցել, պարզվում է նրանք ապրում են շատ բարդ ընտանիքներում, պարզվում է նրանք ապրում են մեր կողքին շատ դժվար պայմաններում եւ երբեք մենք չենք հետաքրքրվում նրանց մասին։ Պարզվում է դա նրանց ինքնապաշտպանական ռեակցիաներն են։ Պարզվում է նրանք շատ կարգին ավելի մարդիկ են, քան շատերը։ Իսկ ինչու՞մ է նրանց բարձր դիտողականության ֆենոմենը։ Նրանք գտել են հասարակությունից փախչելու մի միջոց, որպեսզի դառնան հանրային, որպեսզի դրանով իրենք ունենան զենք, դեռևս իրենց դիտողականությունը գալիս է երբեմն բաց տեսարաններով ելույթներ ունենալը եւ երբեմն շատ ազնիվ ելույթներ ունենալը։ Այն ինչի մասին մենք լռում ենք, պարզվում է խոսում են խենթերը։ Կա որոշակի արդեն նույնիսկ կոնտենտի ոճ, որը անվանում են trash content, այսինքն բովանդակություն, որը աղբ է, բայց այդ աղբ ասածը ինքը վատ որակավորում չի։ Հենց կերտողը ստեղծում է այդ աղբը, որովհետև գիտի, որ աղբը կսպառվի։ Նույնը կա երաժշտության մեջ, նույնն այսօր կա կինոյում։ Այս աղբ կոնտենտը, աղբ բովանդակությունը, որը շատ արագ դարձավ պոպուլյար, այնպես ինչպես fast food-ը դարձավ պոպուլյար։ Ձեզ ինչու են մարդիկ ինչ որ կետից սկսած հակվել դեպի աղբ, որովհետև եթե նայում ենք ավելի վաղ շրջանին, աղբը չէր հասնում իր լսարանին։ Այսինքն չուներ լսարան հասնելու միջոց։ Այսօր երբ ունի հասնելու միջոց, հանկարծ պարզվեց, որ ինքը ոչ միայն պահանջարկ ունի, այլ նաև բավականին հեշտ կարող է հասնել ու համացանցը դա տվեց։ Սա շատ մեծ ավեր է, որի դեմ պետք է պայքարել, թե փաստ, որի հետ պետք է հաշտվել ու փորձել ադապտացվել այս իրականությանը։ Դա գիտեք որն է, որ երեխային հարցում ես դու ֆրի ես ուզում ուտել, թե բրոկոլիով ապուր, թե սնկով ապուր։ Մենք գիտենք, չէ, որ բրոկոլիով եւ սնկով ապուրը դրանք օգտակար են, բայց երեխան ընտրելու է պիցան, բուրգերը եւ ֆրին, ինքը չի ընտրելու օգտակար ուտելիքները։ Մենք բոլորս այդպեսին ենք։ Մեդիան սա նախանցումային մեդիա շրջան է։ Աշխարհի բոլոր մեդիա փորձագետները այս շրջանը համարում են անցումային, որը որ կֆիլտրվի, կգա ինչ որ մի հատ կետի, երբ թացը չորից կտարբերվի։
Ծովը պիտի մի հատ լավ ալեկոծվի, չէ, որ առավոտյան տեսնենք այդ ծովը ինչքան գեղեցիկ է։ Սա հենց ամենափոթորկոտ շրջանն է, որտեղ բոլորը խոսում են, բոլորը աղաղակում են, բոլորը հայհոյում են, խելացի կոնտենտ կա, ամեն ինչ կա, երբեմն այդ խելացին կորչում է, բայց սա այդ ալեկոծման շրջանն է, պետք չէ վախենալ ամենակարևորը։ Պետք է հասկանալ ինչու եւ նույնիսկ ձևերը պետք չի մշակել ինչպես է ամեն ինչը փրկել, իդեպ ոչ մեկ չգիտի ինչպես փրկել։ Ինքստինքյան այդ ձևերն էլ կհայտնվեն։ Կհայտնվեն այդ ձևերը, մարդիկ գուցե ամաչեն, գուցե այնքան անեն իրենք հոգնեն, հա, ոնց ենք մենք մեծանում ենք ու փոշմանում ենք, չէ, որ ժամանակին անդադ ֆրի ենք կերել, նայում ենք մեր որովայնին կամ ինչ որ միտեղ ասում ենք, վա, Երանի ես շուտ արած լինեի այդ։ Եվ դա էլ հենց փրկության մեջ է, ինչքան շուտ ենք խելքի գալիս, այնքան փրկությունը շուտ է գալիս։ Մեդիան էլ է մարդու օրգանիզմի պես, հենց մեր պես ինքը զարգանում է ու գգա ինչ որ մի ժամանակ կտեսնեք, շատ արագ կփոխվի ինչ որ մի բան։ 10 տարի առաջ մենք կպատկերացնենք, որ այսքան թվային դարաշրջանում այսքան հայտնի մարդիկ կլինեին մեր կողքին։ Նույնը հետո 10 տարի հետո քամու արագությամբ է առաջ գնում։ Հիմա ժամանակը չի իմ կարծիքով այսպես դիագնոզներ տալու թե ինչ կլինի։ Հիմա ժամանակը այս փոթորկի մեջ ինչքան հնարավոր է հանդարտության սերմեր այսպես տարածելը։ Հոգևոր կյանքի մեջ դա նաև անվանում ենք ինքնության ճգնաժամ։ Իրապես ինքնության ճգնաժամ է հսկայական ջրհեղեղ, որը նաև մարդկանց դարձնում է ինչ-որ լղոզված առանց ինքնության ու եթե մենք խոսում ենք փոքր ազգերի մասին, իրենք շեշտված կարիքն ունեն այդ ինքնության ու համահարթեցման այս դարաշրջանում մենք երբեմն հենց մեդիայի նաև որոշակի ազդեցության տակ չենք զգում մեր ինքնության զարկերակը։ Ձեր մեդիա գործունեության մեջ օրինակ ես նկատում եմ շատ լավ հայոց լեզուն, որը մեր ինքնության կարևորագույն խարիսխներից է։ Էլ ինչն է ձեր համար առաջնային եւ սկզբունքային եւ որոշակի նաև կարմիր գիծ, որ դուք դա չեք անցնում ինքնությանը հավատարիմ մնալու, հայ մնալու համար։ Դա լրագրողական վարքականon է կոչվում, արժեհամակարգը մի քիչ ավելի այսպես ուրիշ բան է հնչում, դա հենց լրագրողի վարքականոնն է։ Օրինակ ես չեմ լուսաբանում ինքնասպանությունների մասին, չեմ խոսում այդ մասին, որովհետև գիտեմ, որ դրա մասին խոսալը արդեն ռոպագանդա է եւ նպաստում է դրան։ Հանուն ռեյտինգի ես դա չեմ անի։ Հանուն ռեյտինգի ես չեմ անդրադառնա շատ թեմաների, որոնք վատն են, որոնք գիտենք մեր հանրությանը կարող են վնաս հասցնել։ Ես իմ ռեպորտաժները երբ նայում էի եւ այս վերջերս առիթ էր այս թողարկումը պատրաստելուց, ես միշտ մարդու մասին եմ պատմել։ Չեմ մտել դաշտեր, որտեղ ինքս հասկացել եմ, որ ես այդ դաշտում չեմ կարող մրցել, գոնե այս պահին։ Միշտ նկարել եմ սոցիալական թեմաներով, ունեմ բազմաթիվ հետաքննություններ, որոնք որ շատ լավ արդյունք են իդեպ տվել, հարցի այսպես լուծում է եղել դեռ այն բարդ տարիներին, որտեղ ժուրնալիստիկան այդքան գնահատված չէր։ Արժեհամակարգը հենց դրանում է, որ չանես մի բան, չանես մի թեմա, որը դա կգրիտվի գովաստ։ Չէ՞ որ մեր ձեռքին հենց այս զենքն են տվել խոսելու եւ ներկայանալու։ Տեսեք, այդ զենքը այսօր համացանցում բոլորի ձեռքն է, հենց դրանից է քաոսը։ Այդ խաղալիքը տվել են բոլորին։ Նայած թե այդ խաղալիքը ով ինչպես կօգտագործի։ Դուք տեսեք ինչքան լավ եք ասում, որ շատերը վի ունենալու համար ամեն ինչի դիմում են։ Առաջ հեռուստատեսությունում էլ մենք կարող ենք դա անել եւ շատ-շատերը դա արել են։ Իդեպ մարդիկ նենց լավ հիշողություն ունեն, մարդիկ ամեն ինչ հիշում են։ Շատ լավ գիտեն դու ինչ ես արել, մարդիկ կան լրիվ պատմում են քո բոլոր հաղորդումները հերթականությամբ ու արդեն հետադարձ հայացք ես ուղում, չես էլ հասկանում, թե դու ինչու ես այդպես վարվել։ Ուղղակի ես այդպեսին եմ։ Ու էլի ունեմ շատ լավ գոլեգաներ, որոնք այդպեսին են։ Հարցներ ինչու այդպես չեք արել, երևի նրանք այդպեսին են։ Ինչքան էլ ասում եք մարդիկ լավ հիշողություն ունեն, միևնույն ժամանակ մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ ահռելի ողբերգությունը կարող է 2-3 օրում ստվերվել ինչ որ մանր կենցաղային հարցերով ու սկանդալներով ու քաղաքական ինտրիգներով, ստվերվել մի ահռելի կարևոր իրադարձություն, որը բնավ չի լուսաբանվում, որովհետև ինչ որ մի պաշտոնյա, ինչ որ մի հերթական սկանդալն է արել է։ Նույնիսկ սկանդալ որակելը մի քիչ շատ կլինի, ուղղակի արել այնպիսի մի բան, որը նույնիսկ չես կարողանում եթերային բառերով լուսաբանել ու ամբողջ ուշադրությունը միանգամից դրա վրա է, որովհետև դա աղմուկ է առաջացնում։ Իսկ այնտեղ որ լուրջ թեմա կա, մեկ էլ ընկավ կորեց։ Գիտեք, արագը գալիս է արագ, հեռանում է արագ։
Դանդաղ ռիթմը գալիս է շատ դանդաղ եւ մնում է դանդաղ։ Դա նույնիսկ հայտնիության եւ հաջողության բանաձևերն են, չէ՞, հորիզոնական եւ ուղղահայաց։ Հորիզոնականը եւ այդ պահին դու շատ արագ դառնում ես հայտնի եւ շատ արագ այդ հայտնիությունը վերանում է։ Հորիզոնականը երբ սերնդեսերունդ փոխանցում է։ Դու այդ պահին կարող ես մի բան անել, ձեր ասած տրենդային, այդ պահին միանգամից վյուները թռչեն, սլակները բարձրանան վերև եւ շատ արագ դա կորչի գնա։ Դա հենց այդպես է լինում եւ կարող ես անել դանդաղ մի հետաքննություն, որը դառնա լրագրողական օրինակ։ Չգիտեմ, օրինակ ռեպորտաժներ, որոնք ներգրավում են դասապրոցեսներում, դասավանդելիս, թե ինչպես պետք է պատրաստել ռեպորտաժը։ Ամեն դեպքում ես վստահում եմ սկզբնաղբյուրներին, թե ինչպես է լինում ցանկացած բանի սկզբնաղբյուրը։ Տեսեք, հիմա նորագույն տեխնոլոգիա է, միևնույն է սկզբնաղբյուրը ժուրնալիստիկան է։ Իսկ արդյոք հենց այդ հանգամանքը, որ դա արդեն բոլորին է հասանելի, չի էժանացնում մեդիան ու չի դարձնում այլևս ժամանակավրեպ գործիք։ Գուցե առաջիկայում հայտնվի որևէ այլ գործիք, որը լինի նույնքան հզոր, որքան հզոր էր մեդիան մի 50 տարի առաջ։ Գիտեք, ամեն տարի լավագույն բլոգերներն ու լրագրողները հավաքվում են, որպեսզի պարզեն այս անցումային փուլից հետո ինչ է լինելու, հենց ձեր տված հարցի պատասխանը, այն որ փոխվելու է, դա միանշանակ, չի լինելու այսօրվա ինստաները, վյուները, լայքերը եւ այլն, այդ ամենը պարզվում է չի լինելու։ Ինչպես էր սկզբում ժայռապատկերներին, հետո սկսվեց թերթը, հայտարարություններ եւ ռադիոն, տեսապատկերը, հեռուստատեսություն, հիմա դեռ ինչ որ մի բանն է, որ պիտի դառնա ինչ որ մի բան, որը որևէ մեկը չգիտի, բայց անհնար է որ այսպես մնա։ Իդեպ շատ պետությունները գիտեք, ինտերնետը արգելված է, այսինքն այնտեղ լրիվ ուրիշ մեքենաներ են գործում, հա, լրատվությունը տարածելու։ Դրա համար ես կարծում եմ, որ պետք է ուղղակի ժամանակի հետ սպասել եւ տեսնել ինչ է լինում, որովհետեւ իսկապես որևէ մեկը չգիտի։ Ով էլ ասում է, դա կարող է լինել մեղմ ասած փիլիսոփայություն։ Մենք մեդիային մեկ-մեկ շատ ավելի տեղ ենք տալիս, իհարկե ինքը չորրորդ իշխանությունն է, շատ կարևոր դեր ունի մեր կյանքում, բայց դա երբեք չես համեմատի այդ շատ արժեքների հետ, որոնք արդեն գոյություն ունեն։ Մեդիան այդ ամենի լուսաբանողն է, այդ ամենի պատմողն է, անաչառ մեդիան էլ չեմ ասում, որ այդ ամենի ուղղակի պատմողն է։ Նա պիտի արժե համակարգը կառուցի շատ հետաքրքիր պետություն եւ մեդիա գործակցության միջոցով։ Տեսեք, ես շատ ուրախանում եմ հիմա իդեմս ձեզ, որ պատարագի մասին են պատմում, սովորական հարցերի պատասխաններ են տալիս, այն ինչ որ վերաբերում է հավատքին։ Դրա պակասը մենք ունենք այսօր, ավելի համարձակ է, տեսեք, տալ այդ թեմատիկայով հաղորդումներ անել ավելի բարդ է, սկզբում քեզ կթվաչես հաջողի, չէ։ Ցանկացած հեռուստատեսության, որ ասես դե եկեք հոգևոր թեմայով հաղորդում անենք, սովորաբար կոմերցիոն հեռուստատեսության տնօրենը կասի ինչ եք խոսում։ Դա ոչ լսարան կբերի, ոչ էլ։ Բայց հիմա բերում է ու շատ մեծ է պահանջարկը հոգևոր թեմա։ Որովհետև դրա բացը կա։ Մեդիան մի գաղտնիք ունի, կարևոր չի ինչի մասին ես խոսում, կարևորը թե ինչպես ես խոսում։ Դա վտանգավոր չի։ Ոչ վտանգավոր չի, մեդիան ուղղակի չէ, վտանգավոր չի։ Գնալով ավելի շատ բովանդակությունը խեղդվում է ձևի կողմից ու ձևը սկսում է երբեմն նույնիսկ ոչնչացնել բովանդակությունը ամեն ոլորտում։ Այսօր թե քաղաքականության մեջ, թե արվեստի, թե նորաձևության։ Դա ես ասում եմ, ջուրը կտանի, միանշանակ, հավատացեք։ Իմ կարծիքով բովանդակությունը ինչը չի տանելու ջուրը։ Ջուրը բոլորիս է տանելու ի վերջո, բայց ես անուղելի լավատես եմ։ Դրա համար ես կարծում եմ, որ, չգիտեմ, արվեստում, կինոյում ինչպես է, որ վերջում բարին հաղթում է չարին։ Սա էլ է մի, ինչու ենք մենք միշտ ուզում լինել կինոյի մեջի տղան կամ հերոսը, եւ չենք ուզում այդ կինոյի ընթացքի դժվարությունները անցնել, այլ միայն տեսնել կինոյի վերջին հաղթանակը։ Այ հիմա այդ նույն կինոն է, որտեղ գուցե հենց մրցապայքարը ձեր ասած բովանդակությունը զիջել է ձևին։ Գուցե պետք չի հուսահատվել։ Եմ ասում, հիմա շատ մեդիա մասնագետներ չունեն այդ հարցերի պատասխանները։ Պետք է խաղաղ լինել, պետք է երբեք զենքերը վայր չդնել։ Դուք ձեր փոքրիկ լուման եք անում այդ քաոտիկ աշխարհում, մեկ այլ մարդ իր փոքրիկ լումանը չի անում մեդիա աշխարհում, ու հենց նրանք էլ հաջողելու են։ Իսկ այսքան շատ լինելով համացանցի YouTube-ի հեռուստատեսության մեջ դուք հասցնում եք գրքեր կարդալ։ Այո, կարդում եմ։ Եվ կա արդյոք կենտրոնանալու խնդիր եւ երկար ինչ որ գիրք հաղթահարելու տեքստերի, այսինքն դուք նկատում եք այդպիսի խնդիր, որովհետեւ այսօր շատ-շատերն են ասում, որ այլևս ի վիճակի չեն կարդալու 1, 2, 3 ժամ, թեև նախկինում շատ հանգիստ հաղթահարում էին։ Գիտեք, կարող եմ խաբել ասել, որ ոչ,
Բայց այո, կա այդ խնդիրը եւ երբեմն դու զգում ես, որ նյարդերը չի հերիքում, չգիտեմ, առաջ որ կարող էիր 100 կամ 200 էջը շատ սիրուն ձևով կարդալ, հիմա դու հասկանում ես, որ 50-րդ էջին մի տեսակ ընթացքում ինչ որ մի էքշն է քեզ պակասում եւ ուղեղը չես կարողանում անջատել, դա դարի խնդիրն է։ Դա էլ պետք է ես ուղղակի դա փորձում եմ անել այլ կերպ, սպորտ դահլիճ գնալով, սպորտով զբաղվելով, քայլելով, որ կարողանաս այս ժամանակի մարտահրավերին դիմանալ։ Ինչ գրքեր եք հիմա կարդում։ Ես հիմա կարդում եմ ավելի շատ Յովան Նոհ Հարարիի հատորները, չգիտեմ ինչու այդ հեղինակը ինձ հետաքրքրել է, մինչև այդ ավելի այսպես կենսագրականներ էի կարդում, մինչև այդ գեղարվեստական գրականություն, նայած կյանքի ինչ փուլում եմ գտնվում, երբ արկածները իմ կյանքում պակասում են, արկածային գրականություն։ Ես տեսակով այսպեսին եմ, երբ իմ մոտ օրինակ վատ է ամեն ինչ, արկածները ձեր ասած պակասել են ու ինձ թվում է ես այլևս ոչ մեկին պետք չեմ, բոլորիս մոտ լինում է այդ զգացողությունը, ինչ որ գորշ է կյանքը, երկինքը անպամած ու ամեն ինչ անհետաքրքիր, ես դուրս եմ գալի քայլելու, քայլում եմ ոչ թե այն ճանապարհով, որ ամեն օր եմ քայլում, այլ միշտ գնում եմ այն ճանապարհով, որը 3 կամ նախորդ օրերին չեմ գնացել։ Անում եմ այն գործողությունները, որ երբեք չեմ արել։ Ուտում եմ այն ուտելիքները, որ երբեք չեմ կերել։ Սկսում եմ 0-ից փոխել ամեն բան։ Եթե մեքենայով էի գնում այդ ճանապարհը, գնամ հեծանիվով, եթե հեծանիվով սովորել ինչ-որ մի նոր բան, դա իմ կյանքը միանշանակ արդեն վերածում է արկածների, որտեղ ես առանց դրա չեմ կարող ուղղակի ապրել։ Մեր կյանքի իհարկե ամենաարկածային վառ լուսավոր շրջանը մանկությունն է, ու եթե հնարավորություն ունենայիք վերադառնալու այնտեղ ու հանդիպելու ձեզ 10-ամյա հասակում, ինչ խորհուրդ կտայիք։ Ինչ խորհուրդ կտայի։ Երևի կարողանայի թացը չորից տարբերել, որպեսզի չլինեի երեխա ու չկարողանայի տարբերել։ Մնացած ամեն ինչի սխալներով, մեկ-մեկ որ քիթդ գետնին է քսվում, մեկ-մեկ որ սխալ բաներ ես արել, դրանք ներելի են, բայց ես կուզեի լավ ու վատ մարդկանց տարբերել, ես կուզեի շատ արագ իմանալ ով է լավը, ով է վատը։ Անհետաքրքիր չէր լինի այդպես։ Փոքր տարիքում կուզեի լինել, ինձ թվում է ես հիմա գիտեմ։ Բայց ես փոքր տարիքում հետո մանավանդ ես շուտ եմ հայտնվել հեռուստատեսությունում, բայց ուշ մեծացել երևի կամ չգիտեմ։ Ու այդ տարիքում ես գիտեի, որ ինձ բոլորը սիրում են իդեպ։ Վստահ էի, որ բոլորը ինձ սիրում են, մինչև հայտնվում է ինչ-որ մի կյանքի փուլ, դառ իրականությանն է զբաղվում եւ պարզվում է, որ դա հեչ այդպես չի։ Ու դրանից է գալիս, այ դա կուզենայի, որ ովքեր շատ չեն սիրում, իրեն շատ չվստահեի։ Շնորհակալ եմ շատ այս զրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ հրավերի համար։